Լիազորությունները ստանձնելուց հետո երկրորդ անգամ Սպիտակ տանը Նեթանյահուին հյուրընկալած Թրամփն անսպասելի հայտարարություններ է արել հրեական պետության ոխերիմ թշնամու վերաբերյալ։ Միացյալ Նահանգների նախագահը թույլատնում է հռետորաբանությունը Վաշինգտոնի ու Թել Ավիվի կոկորդում մնացած Իրանի նկատմամբ, թեպետ նախկինում Թեհրանին սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, որպիսին Իրանը երբեք չի տեսել։ Թրամփը գնում է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ճանապարհով։ Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ եւ դրանք սկսվել են։ Հանդիպումը կլինի շաբաթ օրը բարձր մակարդակով։ Տեսնենք թե ինչ կստացվի։ Կարծում եմ բոլորը համաձայն են, որ գործարքը նախընտրելի կլիներ։ Թրամփը հրաժարվել է նշել հանդիպման վայրը, սակայն չի բացառել իրանցիների հետ համաձայնության հասնելու հավանականությունը։ Ինչ կլինի, եթե դիվանագիտությունը տապալվի։ Թրամփի վարչակազմը պատրաստ է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար գնալ ռազմական ճանապարհով։ Թրամփը բացել է փակագծերը։ Կարծում եմ, որ եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը մեծ վտանգի մեջ կհայտնվի։ Չէի ցանկանա այսպես ասել, բայց շատ մեծ վտանգ կլինի, քանի որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ըստ Թրամփի բանաձևը բարդ չէ, Իրանը պարզապես չի կարող միջուկային զենք ունենալ եւ վերջ։ Զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումը բացառել է նաեւ Իսրայելի վարչապետը։ Մենք երկուսս էլ միասնական ենք այն հարցում, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Եթե խնդիրն ամբողջությամբ դիվանագիտորեն լուծվի, ինչպես արվեց Լիբիայում, հիանալի կլինի, բայց ինչ էլ պատահի, պետք է վստահ լինենք, որ Իրանը չի ստեղծի այդ զենքը։ Բանակցությունների տապալման դեպքում Միացյալ Նահանգների նախագահը շատ վատ օր է խոստանում իրանցիներին ու նշում, որ երկխոսությունը բխում է հենց Իրանի շահերից։ Բանակցությունների վերաբերյալ Վաշինգտոնից ու Թեհրանից հնչող հայտարարությունները գրեթե համընկնում են, բացառությամբ մեկի։ Իրանի արտգործնախարարը հաստատել է հանդիպման փաստն ու հայտնել, որ այն տեղի կունենա Օմանում, սակայն միջնորդավորված։ Աբբաս Արաղչին բանակցություններն անվանել է եւ հնարավորություն եւ փորձություն Միացյալ Նահանգների համար, ընդգծելով, որ գնդակն արդեն ամերիկացիների դաշտում է։ Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ արտգործնախարար Արաղչիի հանդիպման միջնորդ Օմանի արտաքին գործերի նախարարն է։ Օվալաձև սենյակում քննարկվել են նաև տարածաշրջանի մեկ այլ երկրի հետ հարաբերությունները։ Թրամփը Նեթանյահուին վստահեցրել է, որ եթե Իսրայելը խնդիր ունենա Թուրքիայի հետ, ինքը կարող է լուծել այն։ Ես հիանալի հարաբերություններ ունեմ Էրդողան անունով մարդու հետ։ Լսել եք նրա մասին։ Նա ինձ դուր է գալիս, ինքն էլ ինձ է հավանում։ Միասին շատ բաների միջով ենք անցել։ Որևէ խնդիր չենք ունեցել։ Ես վարչապետին ասացի՝ Բիբի, եթե որևէ խնդիր ունենաս Թուրքիայի հետ, ես իրոք կօգնեմ լուծել դա։ Իսկ Թուրքիայի նախագահին ասացի՝ շնորհավորում եմ քեզ։ Դու արեցիր մի բան, որը ոչ ոք չկարողացավ անել 2000 տարվա ընթացքում։ Դու վերցրիր Սիրիան։ Ըստ Թրամփի, Սիրիայի գրավումն Անկարան այլ կերպ է ներկայացրել, բայց միևնույն է դա նվաճում է։ Միացյալ Նահանգների նախագահի պնդմամբ դա իրականացրել է Էրդողանը, թեպետ Թուրքիայի նախագահը հերքել է իր մասնակցությունը։ Անկախ արաբական երկիրը գրավելու ձևերից Դոնալդ Թրամփն Էրդողանին համարում է ուժեղ ու խելացի մարդ ու համոզված է, որ Միացյալ Նահանգները Իսրայելի ու Թուրքիայի հետ միասին Սիրիայում կարող է հասնել համաձայնության։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։